Ողջույն սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ, հույս եմ, որ բոլորդ լավ եք։ Նախքան այսօրվա մեր զրույցին անցնելը, ինչպես միշտ, կխնդրեի, որ հնարավորության դեպքում բաժանորդագրվեք իմ այս ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, սեղմեք կոճակը, միացեք բաժանորդների թվին։ Դա կօգնի ինձ, որպեսզի այս ալիքը ավելի շատ տարածվի, նաև ձեր լայքերը, ձեր ակտիվությունը, ձեր կոմենտները, որոնք ցուցաբերում եք կամ դնում եք այս ուրեմն տեսագրության տակ, նաև մյուս տեսագրությունների տակ, որոնք այս ալիքում տեղադրվում են, օգնում է, որպեսզի ալիքը ավելի շատ տարածվի, իսկ եթե նաև ձեր փոխանցված մտքերը, տեսակետները ձեզ դուր են գալիս կամ երկրորդում եք, ուրախ կլինեմ, եթե այդ մասին նաև տեղյակ պահեք ձեր բարեկամներին, ձեր ընկերներին եւ օգնեք, որպեսզի ուրիշները նաև տեղեկանան այս ալիքի գոյության մասին։ Շնորհակալ եմ, որ ձեր կիրակի երեկոն Լոս Անջելեսում, իսկ կիրակի երեկոն Երևանում, իսկ կիրակի առավոտը Լոս Անջելեսում կիսել եք ինձ հետ։ Շնորհակալ եմ, որ իմ հետևորդների շարքում եք գտնվում։ Հիշեցնեմ, որ իմ այս լայվերից հետո ես լայվերը ավելի կտրատում եմ եւ ավելի փոքր թեմաների հետ կապված վիդեոներ եմ տեղադրում իմ ալիքի մեջ, եթե չեք տրամադրվում ամբողջ լայվը հետո լսել, կարող եք այդ կարճ բաժինները լսել, դրանք կարծում եմ ավելի հեշտ է հետևել եւ ուրեմն դրանց արձագանքել։ Հանցած շաբաթը չափազանց թեժ շաբաթ էր եւ ավարտվեց չափազանց թեժ կերպով։ Կարծում եմ արդեն բոլորը տեղյակ եք Իրանի վերջին իրադարձությունների մասին, այնինչը որ այս պահին երեկվանից շաբաթ առավոտվանից սկսվեց իրականության մեջ եւ դեռ շարունակվում է եւ հավանաբար դեռ մի քանի օր նույն ինտենսիվությամբ շարունակվելու է։ Ես այդ թեմայի մասին այսօր չեմ խոսելու մանրամասն, իմ Facebook-յան էջում գրել էի, որ զերծ եմ մնում մեկնաբանություններից, քանի որ եթե չես կարող ամբողջ իրողությունը, ես հետեւյալ գրառումն էի արել, եթե չես կարող ամբողջ իրողությունը ներկայացնել իր ամբողջական փաթեթով, քանի որ դա կօգնի ճիշտ, միայն դա կօգնի ճիշտ գնահատական տալու, կարծում եմ ավելի լավ է ընդհանրապես լռել, չխոսել, չտալ գնահատականներ, քանի որ գնահատականները կամ լինելու են զգացական կամ ընդհանրապես իրականությունից չափազանց հեռու։ Հետաբար ես գնահատականներ չեմ հնչեցրել Իրանի իրադարձությունների կապակցությամբ, փորձեմ չտրվել գայթակղությանը եւ պահել իմ խոստումը, բայց երբեմն ինչ-որ եթե լրատվություն կա դրանց մասին, ուրեմն ինչ-որ գրառումներ կատարել եմ ու կշարունակեմ կատարել։ Եվ մի խորհուրդ կտամ իմ սերի բարեկամներին, պապից կաթոլիկ չլինել եւ փորձել տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից։ Ցավոք սրտի Հայաստանում տեղեկատվություն ընդհանրապես մեկ աղբյուրից ստացվում, դրա պատճառով պատկերացում, որ կա իրողությունների մասին, ընդհանրապես ճիշտ չի։ Ես միայն այսօր էլ գրառումը կատարեի, այստեղ կրկնեմ եւ փակեմ այս բաժինը եւ չշարունակեմ։ Առավոտյան քնից այստեղ զարթնեցի, առավոտյան մոտապես ժամը 6-ն էր մեզ մոտ, ասեցի մտնեմ մի հատ տեսնեմ քնած ժամանակ ինչեր է կատարվել աշխարհում ու սկսեցի հայկական տելեգրամյան ալիքներից հետևել, ինքնիսի պատկերացում էր, որ ամբողջ աշխարհը հիմա արդեն կրակի մեջ է, վառվում է, Սոդոմ Գոմորա եղել, ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների դեսպանատները հարձակման տակ են, թիրախում են, ես իշխեմ ինչեր է եղել, ասի, այ ինչ է պատահել։ Ասի մի հատ էլ մտնեմ միջազգային, այդպես ասած, ալիքները նայել, խոսքը այնտեղ էլ գրել է իմ այլ ասում եմ, ընդհանրապես Իրանի ընդդիմության վերապատկանող ալիքների մասին չի, որոնք նույնպես ծայրահեղությունների են գնում, չափազանցված են ներկայացնում իրողությունները, խոսքը միջազգային բնականաբար լրատվականների մասին է, ու տեսա, այո, իրականության մեջ աշխարհը լարված է, մտահոգ է, ռմբակոծություններ են դինում արաբական երկրներում, արվածներ են հացվում, բայց դե Սոդոմ Գոմոր չի, այնպես որ հայկական ալիքներում է ներկայացված, մի տեսակ այնտեղ չափազանցություն կա։ Հետաբար ես խորհուրդ կտամ, որպեսզի տեղեկությունները ստանալ ճիշտ աղբյուրներից, հեռու մնալ անտեղի ոչ ոգևորություններից, ոչ հիասթափությունից, ոչ հուսահատությունից եւ հիմնականում կրկնում եմ, պապից ավելի կաթոլիկ չլինել այս հարցում։ Դա շատ կարծում եմ ամենատրամաբանական բանն է, որ հիմա կարելի է անել եւ համբերատար լինել, քանի որ կարծում եմ առաջիկա շաբաթը չափազանց կարեւոր է լինելու եւ կարևոր իրադարձությունների ականատես կլինեն։ Ու մեկ էլ նրանք ովքեր եկել էին կոմենտներ էին թողել իմ գրառման տակ առաջինը, բա տեսակ, ուրեմն լավ է, ուրախացել եք, կռիվ ա եղել, բան ա եղել։ Սովոր ջան, ոչ ոք կռվից չի ուրախանում, պատերազմը ընդհանրապես լավ բան չի եւ ոչ է մեկը չի կարող պատերազմը ուրեմն հաստատել, բայց այն ամենայնիվ ես Թրամփի օգնականը չեմ էլ կարող լինել, հիմա բարեբախտաբար կամ դժբախտաբար, ես պարզապես իմ տեսակետն եմ ասել, առաջի օրվանից էլ ասել էի, որ պատերազմ ամեն դեպքում լինելու է, անկախ մեր ցանկությունից,
եւ մենք դա ոչ կանխել կարող ենք, ոչ դրա վրա ազդել կարող ենք, հետաբար պիտի միայն դրա համար նախապատրաստվենք, հույսով եմ, որ հասկանալի կլինի։ Հիմա Թրամփ ինձանից խորհուրդ չի ասել պատերազմը սկսելու մասին, ավարտելու մասին ինձանից խորհուրդ չի ասել բնականաբար, ես պարզապես իմ տեսակետն եմ հայտնում տարբեր խնդիրների մասին, ես մեկնաբանություններ, ինչպես արդեն ասեցի, գնահատականներ չեմ հնչեցնելու այս կապակցությամբ եւ փորձելու եմ շատ զուսպ մնալ այս թեմայի կապակցությամբ առայժմ։ Շաբաթվա ամենաթեժ թեման, այսպես այսօր էլ որոշեցի դրա մասին խոսել, Աննայի բաժանումն էր ուրեմն Նիկոլից։ Այդ խորագիրը հիմա մի քիչ գուցե տարօրինակ թվա, բայց դա իրանական մի հայտնի ֆիլմ է, որը Օսկարյան մրցանակի արժանացավ, լավագույն արտասահմանյան ֆիլմի մրցանակը տարեց, Նադերի բաժանումը Սիմինից, կարծում եմ Հայաստանում էլ շատերը դիմել են, ես այդ վերնագիրը այդտեղից էր փոխառությունը այդտեղից էր կատարվել, այնտեղ Նադերը բաժանվում էր Սիմինից, բայց հիմա այստեղ մեր դեպքում Աննան է բաժանվում ուրեմն Նիկոլից, ու անցած շաբաթ մենք տեսանք այդ հերթական շոուի հերթական, այսպես ասած, ծիծաղելի ուրեմն արարը։ Հիմա շատ հետաքրքիր էր, ես դրա մասին շատ եմ խոսել եմ, կարծում եմ այստեղ էլ հարմար կլինի մի շատ կարճ անդրադառնամ, որ արդյոք իսկապես այդ ամեն ինչը իրականություն է, թե հերթական այս մարդկանց կինոբեմադրությունն է մեզ համար ընտրությունների սեմին, ինչ որ որոշակի նպատակներ են հետապնդում։ Ես դրա մասին կխոսեմ, կփորձեմ ապացույցներ ներկայացնել ձեզ, որպեսզի պարզ դառնա, թե ինչա ուրեմն տեղի ունենում։ Նախ փետրվարի, եթե չեմ սխալվում, 16-ին էր, եթե չեմ սխալվում, իմ թվականի շեմ, Աննա Հակոբյանը այդ հայտնի գրառումը կատարեց իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուրեմն քաղաքացիական ամուսնությունը ավարտված է։ Ես հենց այդտեղ գրել էի անմիջապես, որ սրանք բաժանվել են, այսինքն շատ հստակ էր Աննա Հակոբյանի գրածը, բայց ժողովուրդը կարծես չէր ուզում հավատալ, որ արիո այդպիսի բան կարող է տեղի ունենալ։ Սկսեցին ճիշտ հակառակը մտածել, որ ԶԱԳՍ են գնացել, ես ինչ գիտեմ, այդ իմաստով է գրել, բայց որ անհասկանալի էր, շատ պարզ էր, որ Աննա Հակոբյանի գրածը գոնե դեպքում շատ պարզ էր եւ ժողովուրդը չէր ցանկանում դա հասկանալ։ Իսկ հետո 10 օր անց արդեն ինքը պաշտոնապես վեճեր հավաքած նկար քթվիլ, պես ասած, տեսագրություն տարածեց, որ ես լքում եմ կառավարական առանձնատունը, գնում եմ Վարձով ապրելու այս տեղն ու մնացած արդեն գիտեք, չկրկնեմ, կարծում եմ անիմաստ է եղա դեր տեսածը, ես կրկին ձեզ համար նկարագրեմ եւ ներկայացնեմ։ Եվ հայտարարեց, որ ինքը այլևս այդ բարյացը բան փանգամանք չունի, առաջին տիկին չի, ավանդաբար վարչապետի տիկինը չի, ու հիմա շատ հետաքրքիր է, որ իր առաջին հայտարարությունը, որ փետրվարի 16-ին էր կատարվել, մինչև այդ երկրորդը, որ կատարվեց, եթե չեմ սխալվում, փետրվարի 26-ին, այդ ընթացքում ինքը մի հատ հացրեց մի քանի հազար կիլոմետր ճանապարհ կտրելով հասավ Տեխաս, Միացյալ Նահանգների Տեխաս նահանգը, Դալաս, այնտեղ մասնակցեց ինչ որ չինացի բուդդիստների այդպես խաղաղության երթի ավարտին, այնտեղ խոնարհվեց նրանց դիմաց, ես ինչ գիտեմ, երկրպագություն արեց, ինչպես ճառեր արտասանեց անգլերեն ձելձվով, ու հետաքրքիր է, որ այդ բոլոր ուղևորության ընթացքում իր պաշտոնական կայքեջի մեջ ինքը իրեն ներկայացրել է որպես First Lady of Armenia, այսինքն տերել է այդ տիտղոսը առաջին տիկնոջ, ու նաև գրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինը նա գնաց մաս ներկայացել այդ միջոցառումներին։ Հիմա հարց է ծագում, եթե դու փետրվարի 16-ին արդեն հայտարարել ես, որ ավարտված է մեր ամուսնությունը, դա պետք է ընդունել որպես պաշտոնական հայտարարություն։ Հետևաբար դրանից հետո, եթե ամեն ինչը շոու չի, միայն ներքին լսարանին հետաքրքրող ինչ-որ շոու չի կամ նրանց ռանցվող շոու չի, դու իրավունք չպետք է ունենաս կամ ինքդ քեզ բարոյապես իրավունք չպետք է վերապահես օգտագործելու Հայաստանի Հանրապետության առաջին տիտղոս տիտղոսը, թեև ընդհանրապես այդ տիտղոսը վարչապետի կնոջը չի ասում, բայց դե ինքը սկզբից յուրացրել է դա, հիմա ոչինչ դա յուրացրել է, բայց գոնե այս հայտարարությունից հետո, որ փետրվարի 16-ին ինքը կատարեց, չպետք է այդ տիտղոսը օգտագործել։ Հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ քաղաքացիական ամուսնությունն ավարտված է փետրվարի 16-ին, իսկ փետրվարի 20-22-ին Միացյալ Նահանգներում ներկայացել է որպես վարչապետի տիկին։ Հիմա բացատրություն պիտի տալ, իսկապես եթե շոու է, եթե այդ տիտղոսները ինքը օրինաբար օգտագործել, ըստորենք է օգտագործել, ուրեմն մնացածն են շոու բեմադրում, ժողովրդին խափում են եւ սուտ են ասում ներքին լսարանին։ Իսկ եթե իսկապես ամուսնալուծվել են, իհարկե ամուսնալուծվել չի կարելի այս դեպքում ասել, որովհետեւ ոչ մի պաշտոնական ամուսնություն, ոչ կրոնական արարողության, ոչ քաղաքացիական, այսպես ասած, օրենքով չի եղել, ամուսնալուծությունն անիմաստ է։ Բաժանումը եթե իսկապես տեղի ունեցել, հետևաբար այդ ընթացքում եթե ինքը կրել է այդ տիտղոսը եւ միջազգային հարությանը ներկայացել է որպես առաջին տիկին, ցույց է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով ապօրինի արարք,
տիտղոսի, պես ասած, չգիտեմ հիմա ինչ օրենքով կարելի է դատել, բայց հաստատ Հայաստանում չի կարելի ցանկացած մարդ գնա ներկայանալ ինչ-որ տիտղոսով, ինչը ինքը չի կրում եւ այդ տիտղոսը կրել միջազգային հանրության ներկայությամբ։ Հիմա իհարկե Հայաստանում ընդհանրապես ոչ արդարադատություն կա, ոչ դատախազություն կա, որոնք պիտի գնան Աննա Հակոբյանի հետևից այդ կապակցությամբ պաշտոնի չարաշահման հոդվածով իր դեմ զատ հարուցեն։ Բայց ամեն դեպքում սա իրողությունն է, ուզում եմ ձեր աչքերը բացվի ժողովրդյան, որ հասկանաք հերթական անգամ ինչպիսի փորձում են կուտեր տալ իրենց լսարանին եւ այդպիսով ժողովրդին զբաղեցնել։ Թե ինչ նպատակ է հետապնդում, ինչպես նպատակին հասնելը շատ հետաքրքիր էր մի բան, որ դուք չանդրադարձաք։ Հիմա իմ համար իսկապես զարմանալի է Իրանի այս դեպքերից հետո մի տեսակ կարծես ամբողջ ժողովուրդը կարծես թե սկսեց մոռանալ անցած շաբաթվա այդ կարևոր իրադարձությունը, չենք էլ հիշում, որ այս ամեն ինչը տեղի ունեցավ։ Բայց ես կարծում եմ չափազանց կարևոր է եւ պետք է մնա մեր ուշադրության կենտրոնում եւ հասարակական կարծիքը պետք է պահանջատեր լինի։ Ինչու եմ ասում, հիմա բացատրեմ։ Խոսքը իմ հարևան Պետրոսի կամ ձեր հարևան Պողոսի բաժանման մասին չի, խոսքը Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ նրա տիկնոջ բաժանման մասին է։ Եվ իդեպ Նիկոլը չի որ կնոջից բաժանվել է, հասկանում եք։ Սա կարող էր լրիվորեն իրավիճակը տարբերել, ասիկա Նիկոլն ասել ես Աննայից բաժանվում եմ, չեմ ուզում իր հետ շարունակեմ։ Հակառակն է տեղի ունեցել։ Աննան է հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանին լքում է եւ դուրս է գալի առանձնատնից, այսինքն տրամաբանորեն ինչ որ խնդիր Նիկոլի մոտ կա, որ Աննան Իրանից բաժանվում է։ Հիմա ինչու է սա կարևոր, ասում եմ, խոսքը իմ հարևան Պետրոսի կամ ձեր հարևան Պողոսի մասին չի։ Հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի մասին է, ով ցավոք սրտի ի պաշտոնե ղեկավարում է երկիրը եւ կարևոր որոշումներ կայացնելու իրավունք ունեցել է, լիազորություն ունի եւ մինչեւ իշխանազրկումը ցավոք սրտի այդ պաշտոնը պահելու է։ Ինչու է սա կարևոր։ Ինչու եւ մենք պարտավոր հիմա շատերը ասում են սա իրենց ներքին խոհանոցն է, մարդկանց ընտանիքի մեջ չպետք է մտնել, չպետք է խանգարել։ Այդպես չի, սա ասում եմ ձեր իմ հարևան Պետրոսի, ձեր հարևան Պողոսի ընտանիքի մասին չի խոսքը, թեև այդ դեպքում էլ եկեք խոստովանենք բոլորս էլ մեր քիթը կխոթեինք հասկանալու ինչա կատարվել, բայց այստեղ խոսքը Հայաստանության վարչապետի մասին է։ Ոչ մի բաժանում առանց պատճառի չի լինում, անկարելի է առանց պատճառի լինի։ Հիմա կբացատրեմ ինչ եմ ասում։ Աննայի այդ տեսագրության մեջ դուք որևիցե տեղ պատճառի մասին չեք լսել։ Գրառումների մեջ պատճառի մասին չի խոսել։ Չի ասել օրինակի համար ես այս պատճառներով որոշում եմ կայացրել հեռանալ Նիկոլ Փաշինյանից կամ բաժանվել Նիկոլ Հայաստանյան վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Լքում եմ առանձնատներ այսինչ պատճառով։ Պատճառ չեք տեսնում, միայն իրողությունն է ձեզի ասել։ Բայց հիմա տրամաբանորեն պիտի հարց տալ ինչու։ Պատճառը որն է։ Քանի որ մյուս կողմում ոչ թե իմ հարևան Պետրոսն է, ձեր հարևան Պողոսն է, Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Ինչու է կարևոր։ Հիմա եկեք հասկանանք, բայց որ խոսենք պատճառի մասին, ինչ ենք ուզում ասել։ Տեսեք, բաժանումը մարդկանց կարող ունենա ամենապարզ ծիծաղելի պատճառներից մինչև ամենածանր եւ կարևոր պատճառներ։ Օրինակ ես հիշում եմ հիմա ծիծաղալի մի դեպք պատեմ, մի Իրանում ազգային առաջնորդանում մեր պաշտոնավարում ժամանակին, այնտեղ հիշում եմ, այսպեսի մի դեպք էր գրանցվել, երկու այդպես միջահասակ ավեշու դեպի տարեց զույգեր դիմել էին ապահարժանի համար բաժանվելու եւ պետք է պատճառ ներկայացներին, հիմա այնտեղ կարգ է, այնպես որ գնում էին դատական խորհուրդ կա ազգային առաջնորդանում, պետք է գնաս ազգային առաջնորդան, ներկայանաս դատական խորհրդին ներկայանում են զույգերը պատճառները ներկայացնում են, դատական խորհուրդը որոշում է տալիս, որ սրանք այո կարող են բաժանվել, հետո այդ որոշումը իրենք վերցնում են, տանում են պաշտոնական գրանցման համար, կարգը այդպես է։ Ուրեմն դատական խորհրդի որ ներկայացրել էին որպես պատճառաբանություն հետեւյալ բանն էին ներկայացրել։ Մարդը, ես ինչ գիտեմ, շնչառական խնդիր ուներ, եթե չեմ սխալվում, գիշերները քնելուց պետք է պատուհանը բաց պահեր, քնելու չէր կարող փակել քնել։ Ընդհակառակը կինը մրսուկ էր, մրսում էր, գիշերները պետք է պատուհանը փակ պահեր, բաց պատուհանով չէր կարողանում քնել։ Եվ այս զույգը եկել էին, չեն կարողանում իրար հետ համակերպվել, համաձայնել, եկել էին բաժանվելու։ Նույնքան ծիծաղելի, ուրեմն պատճառով ժողովուրդ հասկանալի է։ Նույնքան ծիծաղելի պատճառով իրենք ներողություն եմ, այստեղ ջուրը թափեց, ես մի հատ չորացնեմ, շատ ներողություն եմ խնդրում ձերքս, այսպես ասած։ Այո, նույնքան ծիծաղելի պատճառով իրենք դիմել էին ուրեմն բաժանման համար։ Սա ծիծաղելի պատճառներ, որը կարելի է ներկայացնել ուրեմն բաժանման համար։ Հիմա դրանից հետո բաժանման համար տարբեր պատճառներ կարող են լինել։ Ասենք կարող է դիմացինը ունի լուրջ հիվանդություն, կարող է ունի, ես ինչ գիտեմ, թմրամոլ է, կարող է ալկոհոլի մոլություն ունի,
կարող է պատահել, ես ինչ գիտեմ, Աննա Հակոբյան ընտանեկան բռնությանը ենթարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից, չի կարողանում այլևս իր կյանքը շարունակել Նիկոլի հետ։ 1001 պատճառ կա, չէ՞։ Իսկ այդ պատճառներից այն սաստիկները կարող են լրջորեն ազդել մեր Հայաստանի Հանրապետության ճակատագրի վրա, որտեղ այդ մարդը, որ բռնություն է գործադրում կնոջ նկատմամբ, չի կարող լինել Հայաստանության վարչապետ, կամ եթե ունի լուրջ մոլություն, ես ինչ գիտեմ, ալկոհոլի կապակցությամբ կամ ինչ-որ բանի կապակցությամբ, չի կարող լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հիմա կնոջը դավաճանումը չի կարող լինի, պես ասած, իրեն վստահել որպես երկրի ուրեմն ղեկավար։ Սրանք բոլորը պատճառներ են, որոնց մասին պիտի կարծում եմ անհրաժեշտ էր եւ պետք է որ խոսվեր, մեր հանրությունը պետք է պահանջատեր լինի, փորձի իրենցից պատասխան հարցնել եւ հասկանալ, դրանց չի բացատրել, ուղղակի դրա վրայից անցան եւ գնացին։ Հետևաբար կարևոր է, որպեսզի մենք հասկանանք իսկապես ինչ է եղել պատճառը Աննայի կատարած որոշմանը։ Չես կարող առավոտյան որպես Հայաստանության վարչապետ ասես, դե ես իմ ճամփորդները կողպեցի, դուրս եմ գալիս, այլևս գործ չունեմ Նիկոլի հետ։ Չէ, այդպես չի լինում։ Պետք է նաև պատճառն ասես ինչու ես դուրս եկել, որովհետև դիմացի կողմում շեշտում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, ու եթե այդ մարդու հետ լուրջ խնդիրներ կան, Աննան տեսել է այդ խնդիրները Նիկոլի մոտ, պիտի խոսվի այդ մասին եւ բացահայտվի, քանի որ այդ մարդը հնարավոր է այդ խնդիրների պատճառով մտային կամ ինչ-որ խնդիրների պատճառով վտանգ է ներկայացնում այսօրվա մեր ազգային անվտանգության համար։ Եվ արդեն իր պահվածքից Նիկոլինը կարելի է գուշակել, որ ինքը լուրջ վտանգ է ներկայացնում, որտեղ ընդհանրապես նման հայտարարությամբ միանգամից, գիտեք, խնդիրն այն է, որ օրինակի համար երբեմն կա, որ զույգեր իրարից հեռու են ապրում, մի երկար ժամանակ տևում է, ինչ-որ process են անցկացնում, ինչև բաժանվում են իրարից, հասկանալի է։ Մենք Աննային ու Նիկոլին ընդհանրապես մեկ շաբաթ առաջ իրար կողքի տեսել ենք պատարագի մասնակցելիս, մի քանի օր առաջ տեսել ենք Միացյալ Նահանգների փոխնախագահային դիմավորելիս։ Այս մարդիկ մինչև անցած շաբաթ հաշտ ու ամերած ծիծաղով իրար կողքի ձեռք բռնած քայլել են։ Ու հիմա կարելի է հավատալ, որ այսպես հանգիստ միանգամից բաժանում է տեղի ունենում, առանց այն, որ այս մարդիկ հոգեկան որից այդպես ասած ցնցում ունենան կամ անհանգստություն ապրեն։ Երեք տեսակ չէ, Նիկոլ ինչպես էր պերաշկին կրծում փողոցները ման գալիս, այսօր էլ կուկուռուզ էր ուտում։ Լավ, այդ մարդուց կարող եք հավատալ, որ միանգամից իր կինը լքել է, իրան գնացել է առանց որից պատճառ ներկայացնելու։ Տեղավորվում է, որ այս մարդու ուղեղի մեջ էս ամեն ինչը։ Հասկանալի է, որ այս ամեն ինչը նորմալ չի կարող լինել, թե մեզ մոտ վաղուց արդեն շատ բաներ նորմալ չեն, բայց դե էս էլ կարծում եմ արդեն հասկանալի է, որ նույնքան ուրեմն նորմալ չի կարող լինել։ Բայց ասում եմ, սա կարևոր է, որպեսզի մենք հասկանանք եւ ես մի վարքան այստեղ մի վարքան ուրեմն Okay. Այսօր ջուրի բաժակը շրջվեց, ես մի քիչ մտահոգ եմ կոմպյուտերից համար։ Okay, կարծում եմ հիմա խնդիրի մասամբ լուծվեց։ Ուրեմն սա մտահոգիչ, ուրեմն երևույթ է, որի մասին կարծում եմ պետք է անպայման խոսվի։ Հիմա ինչու է սա տեղի ունեցել, ես կարծում եմ սա նախընտրական ինչ-որ process է, որը գնում է եւ որի մասին կարծում եմ պետք է անհրաժեշտաբար խոսել եւ բացատրվել։ Կարծում եմ նախընտրական փուլում սրանք որոշել են ինչ որ շոու բեմադրել։ Հիմա նպատակների մասին ես Փաստինֆոյի հետ 3 հարցազրույց ունեցել եմ, խորհուրդ կտամ գնաք այնտեղ մանրամասնությամբ, այնտեղ ես բացատրել եմ, չեմ ուզում շատ երկարացնել, նույն կրկնված բաները, որ ուրիշ տեղում կա, բերեմ այստեղ նույնպես ավելացնեմ եւ ձեր ժամանակը խլեմ։ Հիմնականում երկու բան կարող է լինել, կամ իրենք զգացել են, որ ռեյտինգի չափազանց նվազում ունեն եւ այդ ռեյտինգի նվազման վրա իրենց սոցհարցումների արդյունքում զգացել են, որ Աննայի ներկայությունն է, որ այդ ռեյտինգը պակսեցնում է։ Հետաբար այս փուլում փորձել են Աննային բաժանելով Նիկոլից, հեռացնելով Նիկոլի կողքից, ինչ որ կերպով օգնել, որպեսզի Նիկոլը կարողանա որպես անկախ, ձերբազատված կերպով հանդես գալ եւ այդ ազդեցությունից զերծ մնալ։ Դա թույլ չտալ, որպեսզի տեղի ունենա։ Երկրորդ պարագան կարող է լինել հետեւյալը, որ իրենք փորձում են Աննայից կերտել մեկ այլընտրանքային ուժ, որը պիտի գա եւ ինչ որ կերպով իր կողմը հավաքի ՔՊ-ից բաժանված այն ձայները, որոնք այս օրերին դժգոհություն ունեն լուրջ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից եւ դրանք ընդհանրապես այս բային շատ են, ես շատ եմ խոսացել իմ բարեկամների մեջ էլ ունեմ այդպիսի մարդ։ Բարեկամ չեմ ուզում ասել, ծանոթների մեջ ունեմ, քանի որ ԿՊԱ-ական իմ բարեկամը չի կարող լինել։ ԿՊԱ-ական ծանոթներից մեջ ունեմ մարդիկ, ովքեր այս բային շատ լուրջ խնդիրներ ունեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Բայց հավանաբար Աննայի հետ նույն խնդիրը չեն ունենալու։ Եվ եթե պիտի օրինակ ընտրություն կատարեն Նիկոլ, Աննա, ես ինչ գիտեմ, այսպես կոչված նախկինները, գուցե իրենց ընտրությունը լինի Աննան։ Թիվը շատ չի հաստատ, բայց ամեն դեպքում որոշակի թվով մարդիկ կարող են նման մտածողություն ունենան։
Հիշեք, որ Աննա Հակոբյանը մոտավորապես շուրջ 1 տարի առաջվանից էր սկսեց կրթելը նորաձև շարժումը ձևավորել եւ այդ ձևավորման արդյունքում ստեղծել է չափազանց մեծ ցանցեր եւ այդ ցանցերը այսօր աշխատում են։ Հիշում եք ինչպիսի ակտիվ կերպով էր հանդիպում լրատվական ոլորտի գործիչների հետ, տարբեր ոլորտի գործիչների հետ եւ այդ ցանցերը ձևավորել է։ Դրանք ընդհանրապես կրթվելու հետ որևէ առնչություն չունեն եւ չեն ունեցել սկզբից էլ ասել ենք դրա հստակ նպատակը ժողովուրդ ջան շատ հստակ է կարծում եմ ընտրական նպատակ էին կարծում պատկերացնել հիմա այնպես ենք պատկերացնում այդ ամբողջը գալու է ծառայի Նիկոլին բայց հնարավոր է որ Նիկոլին չի ծառայելու դրանք ծառայելու ասենք որպես մի քաղաքական այլընտրանքային ուժի որը ԿՊ-ի կողքին է ձևավորվելու որպես ըստվերային այդպես ասած նրանց սատարող ուժ եւ դա դրան օգնելու է Աննա Հակոբյանի այսպես ասած այդ կրթվելը նորաձև է շարժում։ Հիմա ինչ անվան տակ գտնի, չգիտեմ, հիմա նախքին իմ քայլը անունը կվերցնի, ուրեմն նախքին ազգային ժողովից, թե ուրիշ անվան տակ կներկայանա։ Կարծում եմ դրանք կարող ենք սպասել մի քիչ համբերենք, տեսնենք ինչա տեղի ունենում։ Աննայի անհետացումը Նիկոլի կողմից առաջին անգամ չի տեղի ունեցել, սա էլ ասեմ եւ այս բաժինը ավարտեմ։ 2023 թվականի հոկտեմբերին Աննա Հակոբյանը միանգամից անհետացավ տեսադաշտերից։ Մոտավորապես 1 ամիս կամ 2 ամիս չկար։ Գնացեք մտեք իր Facebook-յան էջերը, այդ օրվա մամուլը մի հատ բացեք նայեք, Facebook-յան էջերը նայեք, սոցիալական ցանցերը նայեք, կտեսնեք, որ միանգամից ինքը անհետանում է։ Ուղղակիորեն դա համընկնում է Արցախի հանձնման այդ իրադարձությունների հետ, նախքան Արցախի հանձնում հիշում եք ինչպիսի գրառումներ էր կատարել, ինչ նկար էր դրել։ Հոկտեմբերին նախատեսված էր կին լիդերների գագաթնաժողով Հայաստանում, որը գլխավորում էր ինքը, բայց միանգամից այդ համաժողովը չեղարկվեց, եղավ on-line, այն ժամանակ էլ ես գրել եմ, եւ տրամաբանորեն հիմա եթե նույնիսկ on-line էր տեղի ունենում, առցանց էր տեղի ունենում, ուղերձների բաժնում Աննա Հակոբյանը այն դեմքն էր, որ կին լիդերների համաժողովին պետք է տեսաուղերձով գոնե հանդես գար մի-որ ուղերձ ուղարկել, բայց այդ համաժողովին կին լիդերների ժողովին Հայաստանից ընդհանրապես որից է կին չմասնակցեց եւ ուղերձ Նիկոլ Փաշինյանը, ուղերձ ցղեց եթե չեմ սխալվում Ալեն Սիմոնյանը եւ արտաքին գործերի փոխ նախարարը ուղերձներ հղեցին այդ գագաթնաժողովին։ Հետաքրքիր էր որ Աննա Հակոբյանը, որ հսկայակ բյուջեր էր ստացել մի քանի $100,000 կառավարությունից այդ գագաթնաժողովը կազմակերպելու համար, այդ օրերին որտեղ չքացավ այդպես միանգամից Արցախի հանձնման հաջորդող ամսվա ընթացքում մասին եմ խոսում, որ նույնիսկ այդ գագաթնաժողովին իր ներկայությունը չեղավ, չներկայացավ եւ դրապես կին լիդեր, որ ինքն էր գնացել տարբեր երկրներ հրավիրում էր որպես եկեք Հայաստան, դա տեղի չունեցավ։ Ես դեռ այդ ժամանակ 2023 թվականի հոկտեմբերի ընթացքում իմ լայվերի ընթացքում, հարցազրույցների ընթացքում հստակորեն ասել եմ, որ հաջորդ ընտրություններում Աննա Հակոբյանի ներկայության ականատես է լինելու հիմա այն ժամանակ ես ասել եմ կարող է պատահի ԿՊ-ն ինքը գլխավորի Նիկոլ ընդհանրապես դուրս գա եւ Աննա Հակոբյանը լինի, բայց հիմա դե ԿՊ-ի ցուցակի մեջ ինքը չկա, բայց հնարավոր է որ այդ սցենարը այնպես են մշակել, որ ինքը գլխավոր դերակատարություն ունենալու, բայց որպես ըստվերային մեկ ուժ, որը ներկայանալու է Նիկոլի կողքին, փորձելու է հիմա թե որպես ընդդիմադիր մի տեսակ դժվար ասել, բայց այլընտրանքային ուժ գալ եւ որոշ ձայներ հավաքել, դե պարզ է, բնականաբար այդ ձայները վերջում գալու են, ուրեմն միանալու են Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի ձայներին։ Այս ընթացքում ասենք նաև հիմա հնարավոր է որ հանրապետության կուսակցության շարք գրպանային ուժերի էլ իրենք փորձեն այդպես անել որ գնան միանան Աննայի այդ շարժման օրինակ գուցե ազատություն հանրապետություն կուսակցությունը Արամ Զավինիչի առանցին չմասնակցի միանա Աննա Հակոբյանին Աննա Հակոբյանի այդ ուժի հետ գնան մասնակցի ընտրություններին։ Կապրենք կտեսնենք որքան է ճիշտ իմ գուշակությունը, կարծում եմ այդքան էլ ժամանակ չի ուզելու այդ իրողությանը հասնելու մասին, ընդհանրապես մի քանի ամիս ընդհանրապես պահանջվում այս ամեն ինչից եւ մենք հույսով ենք որ կպարզվի հիմա հույսով չէ, կպարզվի ամեն դեպքում թե իրողությունը իրականության մեջ ինչ է եղել այս ամենինը եւ իրականության մեջ մենք ուրեմն ինչի ականատես ենք եղել։ Մյուս թեման, որի մասին ես ասել եմ եւ ուզում եմ այսօր խոսել, դա դոգի մասին է։ Միշտ ծիծաղով եք ժողովրդյան հետևում ին, շատերը այդպես ասած ծաղրում են, որ ինչու եք այս մարդուն կարևորում։ Ես գրել եմ այսօրվա իմ այս բանի մեջ դոգ 2-ը կարող է լինել Գյումրի 2-ի դիմաց։ Ինչու եմ ասում դոգ 2, դոգ առաջինը ես միշտ էլ ասել եմ, կրկնում եմ, եղավ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ։ Այն ժամանակ երբ ամենաթույլ ընդդիմություն ներկայացող դոգը, ով պլյուս 21 հայհոյանքներ են հնչեցնում Տիգրան Ավինյանի հասցեին, Նիկոլի հասցեին, ԿՊ-ի հասցեին,
Եվ իրենից միայն պահանջվում էր մեկ բան՝ քվորում չապահովել Երևանի ավագանուն նիստի համար եւ թույլ չտալ, որ ավագանին ձևավորվի եւ Տիգրան Ավինյանը ընտրվի քաղաքապետ, տեսանք վերջի փուլում փոխարեն կանգնել ընդդիմության կողքին, կանգնեց իշխանությունների կողքին, նիստի քվարումը ապահովեց, պաշտոնապես ինքն էլ այդ մասին հայտարարեց եւ Ավինյանը դարձավ ուրեմն քաղաքապետ։ Սա կարծում եմ դուք մեկ օպերացիան էր, որը տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, որպեսզի ընդդիմությունից կարողանան ձայներ քանդել եւ այդ ձայները վերջում բերել միացնել Նիկոլ Փաշինյանին եւ դարձնել ԿՊ-ին ուրեմն իշխանություն։ Հետաբար Գյումրին առաջին անգամ Գյումրի փորձը մենք չենք կատարել կամ ընդդիմությունը չի որ կատարել, Գյումրից առաջ Նիկոլ Փաշինյանն է դեռ այդ ձևաչափը կիրառել, ես կարծում եմ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Բայց հիմա դա արդեն Գյումրի 2-ի մասին շատ է խոսվում, ընտրությունների մասնակցության մասին շատ է խոսվում, եւ ես կարծում եմ, որ դուք երկուսը պիտի գա ինչ-որ կերպով, հիմա պայմանական անվանակոչումը, կարող է այդպես էլ շատ ուղղակի այդ անունը չլինի, բայց կարծում եմ կարևոր հանգամանք է, որպեսզի մենք ուշադրության կենտրոնում ունենանք եւ չանտեսենք այդ երևույթը։ Միշտ կարևոր մի քանի հանգամանք եմ ուզում հիշեցնել, որոնք ինձ հիմք են ծառայում իմ եզրակացության համար։ Օրինակի համար վերջին ամիսներին շատ է խոսվել դոգի, ես ինչ գիտեմ, այստեղ Միացյալ Նահանգներից դուրս գալու մասին, չեն տոնում դուրս գալ, խոսվում էր մի քանի երկրներ գնալու մասին, եւ դες հստակ եմ ասում, որից է երկրից ոչ մի հրավեր չի եղել, եթե մեկն ունի, թող մի հատ այդ հրավերներից մեկը բերի դնի, ես պատրաստ եմ պաշտոնապես ներողություն խնդրել իմ հայտարարության համար։ Միակ տեղը, որ դոգ այս պահին կարող է գնալ Հայաստանն է եւ Ռուսաստանը, որոնց քաղաքացիություն ունի, Հայաստան չի կարող գալ բնականաբար, իսկ երեք հայտարարվեց իրենց համագումարում, որ ինքը պատրաստվում է գնալ ուրեմն Ռուսաստան, որը կարծում եմ հավանական է, եւ դա կանի ընտրությունների սեմին եւ կփորձի ավելի ընտրությունների սեմին գնալ, որպեսզի այդ քարոզչական գործոնը կարողանա ավելի շատ այդտեղ ուրեմն օգտագործվել։ Վերջի շրջանում, եթե հետևել եք իր հաղորդումներին, նախկինում իր հաղորդումները ընդհանրապես հայերեն էին կատարվում, հիմա արդեն ինքը իր ուշադրության կենտրոնում պահել է ռուսախոս հասարակությանը, հատկապես Ռուսաստանի, որոնք ունեն հավանաբար Հայաստանի քաղաքացիություն, գուցե այդպիսի հաշվարկ կար ընդդիմության կողմից, որ նրանք պիտի գան, օրինակ ժամկան հասնեն Երևան, վերադառնան Երևան եւ ընտրություններում ձայն տան Սամվել Կարապետյանի հասցեին, դոկը թիրախավորված կերպով ռուսերենով հաղորդումներ անում եւ ռուսական մի շարք հեռուստաալիքներ, ես ասած ալիքներ հիմա YouTube-յան, իրեն ակտիվորեն տարածում են, հատկապես ռուսերենով իր հաղորդումները տարածում են եւ ինքը սկսել է արդեն ռուսերենով այդ իր քարոզությունը իրականացնել։ Կարծեմ սա շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի պետք է ուշադրության կենտրոնում ուրեմն ունենանք։ Եվ շատ հետաքրքիր է, որ այս փուլում երեկվա իրենց համագումարը, որ տեղի ունեցավ, երկու ալիք է հիմնականում մեկնաբանել։ Մեկը Փակ TV-ն է, որը վերջի շրջանում Ալմետ Ղուչյանի հիմնականում դոգի այսպես կոչված լսարան է եղել եւ այդտեղից է դոգը օգտագործել, այդ լսարանը օգտագործել իր քարոզչության համար, իր խոսքերը տեղացնելու համար, ու հետաքրքիր կերպով կամ մեկ ուրեմն հեռուստաալիք հավանաբար հետևել եք Euromedya 24, որը նորաբաց ալիք է համեմատաբար, այդ հայտնի Վահան Բաբայանն էլ այնտեղ դեբատներ ղեկավարում բանանում, ու մեկ էլ նրանք են դոգի երեկվա ուրեմն այդ համագումարը դոգ կուսակցությանը ուրեմն մեկնաբանել։ Թե որտեղ է գնում հասնում Euromedya-ի փոչերը, Euromedya 24-ի փոչերը, որ ում ականջն այդտեղից երևում, ինչպես է երևում, հիմա գուցե հարմար չլինի շատ մանրամասնությամբ խոսել դրանց մասին, բայց կարծում եմ մեր ընդդիմությունը լուրջ մտածելիք ունի այս թեմայի մասին։ Քանի որ երբեմն դու հարվածը ստանում ես այնտեղից, որտեղից ամենաքիչ պատկերացումն ունես կարող է հարված ստանաս։ Օրինակի համար հիմա որևէ մեկը չի էլ երևակայում, որ դոգը կարող է հաջորդ ընտրություններին գալ, մասնակցել, ինչ որ ձայներ բերել, մտնել ազգային ժողով, մանդատ ունենալ, նույնիսկ այդ մանդատները օգտագործել։ Այս պահին ծիծաղելի է թվում դրա մասին խոսելը։ Բայց հիշեք, որ դրա մասին խոսելը նույնպես ծիծաղելի էր թվում Երևանի ավագանու ընտրություններից առաջ, եթե մենք ասեինք դոգը կմտնի Երևանի ավագանի, այնտեղ իր մանդատները կբերի եւ Տիգրան Ավինյանին կդարձնի քաղաքապետ։ Որից մեկը չէր նման բան կարող պատկերացնել, նույնիսկ կծիծաղայի մեր վրա։ Բայց տեսանք տեղի ունեցավ։ Շատ ծիծաղելի բաներ կամ անհավատալի բաներ այսօրվա մեր կյանքում շատ արագ իրողություն են դառնում, հետաբար մենք ոչ թե պետք է անտեսենք կամ ծիծաղելի համարենք կամ անհավանական համարենք այս սցենարները, դրանք բոլորը հնարավոր է, հատկապես Նիկոլ Փաշինյանի նման մարդուց, ով զգում է իր ռեյտինգը նվազել է, նրանք նույնիսկ նվազագույն
այս պահին գուցե 50-60,000 ձայն էլ իրենց համար կարևոր ձայն է, եթե կարողանան դա մտցնել ազգային ժողով, նույնիսկ մեկ մանդատ էլ եթե ազգային ժողովում մի հատ քաղաքական ուժ ցեք բերի, այդ մեկ մանդատը կարող է ճակատագրական դեր ունենալ այս տեսածած Գյումրի 2-ի կամ իմ ասածով Դոգ 2-ի տեսածած իրականություն դառնալու կամ չդառնալու հարցում։ Նույնիսկ այդ մեկ մանդատը կարող է դերակատար լինել։ Հետաբար սրանք նույնիսկ այդ մեկ մանդատի վրա են մտածում։ ՔՊ-ն Նիկոլի գլխավորությամբ, Աննա Հակոբյանը իր քաղաքական ուժի գլխավորությամբ եւ Դոգն էլ առանց։ Իսկ Դոգին խոսելա որ դաշինքով է գնալու, դե բոլորս գիտենք Դոգը վարչապետ չի կարող դառնալ, որտեղ երկքաղաքացի է, նաեւ մշտական բնակություն չի ունեցել, բայց դե հիմա իրենց կարծեմ համագումարի հետաձգել են հենց այդ պատճառով էր։ Անցած շաբաթ պետք է համագումար ունենային, այնտեղ կուս հավանաբար ուրիշ բաներ պետք է ներկայացնեին, բայց Սամվել Կարապետյանի այդ հայտարարությունից հետո, որ Սամվել Կարապետյանը վարչապետության թեկնածու է եւ այդ ճանապարհային քարտեզը, որ հայտարարվեց, այս մարդիկ հայտարարեցին, որ իրենց համագումար հետաձգում են, պատճառն էլ ծիծաղելի էր, որ տեղը փոքր է, մի քանի հազար մարդ է գալու մասնակցելու մեր համագումարին, տեղի ավելի մեծ սրահի հետևից գնանք։ Մեկ շաբաթ հետաձգեցին, իբր մեծ սրահ բերեն եւ կարողանան բոլորին տեղավորեն։ Հիմա 3 տեսագրությունները նայեք, կտեսեք մի քանի 100 մարդ կա։ Շատ բարձր է, որ այդ պահաճարաբանությունը, որ ներկայացրեցին հետաձգելու համար հստակ չէր, եւ այդ հետաձգումը ուրեմն տեղի է ունեցել պարզապես այն պատճառով, որ իրենք այս մեկ շաբաթվա ընթացքում այդ Սամվել Կարապետյանի ուժի ներկայացած այդ ձևաչափից օգտվելով նաեւ իրենք կարողանան ինչ-որ ձևաչափ ճշտել։ Եվ հիմա իրենց ձևաչափը եղել այն, որ այո, եթե Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետի տեխնացու, մենք էլ կարող ենք Դոգին ներկայացնել, բայց դե այն առաջինի դեպքում մեր ձևովի դեպքում շատ հստակ ճանապարհային քարտեզ կա նշված, բայց Դոգի դեպքում ոչ մի ճանապարհային քարտեզ էլ չկա, եւ պարզա որ կարծեմ առայժմ ժողովրդին զբաղեցնելու հարց է, բայց ամեն դեպքում քվաթերթիկների վրա ես անցած շաբաթ էլ ասեցի, Դոգ անունը լինելու է, քանի որ իրենց կուսակցության անունն է, եւ գուցե նույնիսկ այդ դաշինքի տակ կգնան մասնակցեն։ Իսկ ովքեր է հնարավոր միանան Դոգի այդ դաշինքին, ինչ գիտեք, եթե չզարմանաք, եթե հանգած Էդմոն Մարուկյանին տեսնեք այդ դաշինքի մեջ, չզարմանաք, եթե հանգած Հովիկ Ասանյանին, Հովիկ Աղազարյանին, Հակոբ Ասանյանին տեսնեք այդ դաշինքի մեջ, չզարմանաք, եթե Երոմեդիա 24-ի հյուրերից շատերին, ովքեր ակտիվորեն այդտեղ ծրագրեր են վարում կամ մասնակցում են, նրանցից որոշներին տեսեք Դոգի կողքին այդտեղ։ Ամեն ինչ հնարավոր է, հա, ընդդիմությունից ձայներ քաղելու, ձայներ փոշիացնելու եւ հետո այդ ընդդիմությունից քաղված ձայները տանել Նիկոլին միացնելու համար։ Հետաբար ես կխնդրեի, որպեսզի մեր ընդդիմությունը ուշադրությամբ հետևի այս իրողությանը, չանտեսի եւ կարծում եմ սա կարեւոր է, քանի որ ասում եմ, երբեմն դու հարվածը ստանում ես այնտեղից, որտեղից ընդհանրապես չես էլ պատկերացնում այդ հարվածը կարող ես ստանալ, կրկին հիշեցնում եմ Երևանի ավականու ընտրությունների պարագան։ Այսօրվա լայվը կարճ փակեմ, մի շատ հետաքրքիր հանգամանք էլ արձանագրեմ եւ դրանով փակեմ։ Կարծում եմ մի քանի ամսից հետո այսօր Նիկոլ Փաշինյան առաջին անգամ պատարագի չմասնակցեց։ Այսօր անարակի Կիրակին էր, որը խորհրդանշում է անարակ որդու առակը, գիտեք անարակ որդին վերադառնում է հորմոտ, ներողություն ախնդրում, հայր իրեն ընդունում է եւ ինչ գիտեմ, ներում ամեն դեպքում առակը բոլորս գիտենք, այսօրվա այս Կիրակի օրը նվիրված էր անարակի Կիրակի եւ անարակ որդու առակի այդպես հիմունքով պետք է առաջնորդվեին։ Ու անարակի Կիրակին Նիկոլը չներկայացավ եկեղեցի, ոչ մի պատարագի չի մասնակցեց, առավել եւս երեք տեսանք ինչպես էր, այդպես ասած, Պիրաշկի կրծում, դե գիտենք Պիրաշկին ընդհանրապես պասուց կերակուր չի կարող համարվել։ Բայց հիմա ոնց էր Նիկոլը պաս պայելու Պիրաշկի ուտում, կարծում եմ դա ինքը պետք է բացատրի, քանի որ եկեղեցու դեմ պայքարի նախապայմաններից մեկը, որ ինքը նշելն էր, պահեսողությամբ զբաղվելն էր, ինքը պահեսողությամբ չի զբաղվել, 3 Պիրաշկեր կրծում, հետաբար կարծում եմ պետք է մի տեսակ էս ամենյար կողքի դնելով հայտարել, որ չհայտարված կերպով Նիկոլը ընդունել է իր պարտությունը, բայց դա համարձակությունը չունի այդ պարտությունը հայտարել։ Տեսնում ենք արդեն մեկ շաբաթ մոտավորապես մի տեսակ այս ուրեմն եկեղեցու դեմ արշավը հանդարտվել է, բարեբախտաբար դրանից ես կարող եմ միայն ուրախ լինել, քանի որ ընդհանրապես եկեղեցու թեման չպետք է արծարծվի ժողովրդի հանրային քննարկման թեմա դառնա եւ այդ հասարակ մակարդակի իջնի, բայց դե այդ հրաժարումը կատարվել է Նիկոլի կողմից, դա խոսում է Նիկոլի հստակ պարտության մասին եկեղեցու դեմ տարված պայքարում, եւ ես կարծում եմ այսօր առաջին անգամ ինքը չներկայացավ, ուրեմն որից է պատարագի չմասնակցեց եւ հույս ունեմ, որ հաջորդ շաբաթների ընթացքում նույնն է լինելու եւ ամեն դեպքում եկեղեցու մնալու է իր բարձունքի մեջ, հենց այնպես որ միշտ մնացել է
եւ տոնելու է իր հաղթանակը, որը տարեց Նիկոլի դեմ այս պայքարում, քանի որ եթե այդ ամեն արշավի արդյունքում վեհապարը մնաց վեհապար, եկեղեցին մնաց եկեղեցի, նրա դռները փակ մնացին Նիկոլի դիմաց, նշանակում է այս պայքարի պարտվող կողմը եղել է Նիկոլ Փաշինյանը, եւ ես դրական կարծում եմ պիտի միայն շնորհավորեմ մեր ընդդիմությանը, մեր ժողովրդին, որոնք համբերատարությամբ չտրվելով զգացմունքների, կրքերի, գայթակղությունների, խոհեմությամբ կարողացան այս պայքարը հանգեցնել հաջողության եւ նույն խոհեմությամբ, նույն ճիշտ աշխատելով ես վստահ եմ, որ մենք հաջորդ ընտրություններում էլ կարող ենք հաղթել։ Իսկ դրա համար պահանջվում է մի բան, նույն քիչ առաջ էլ դոգի այդ պարագան ասացի, եւ դոգը միակը չի, որ հաջորդ ընտրություններում փորձելու է ձայներ փոշիացնել, կարծում եմ ինչ-որ ժամանակից հետո ասել եմ, կրկնում եմ, կրկին կասեմ, ջենթլմենությունը պիտի դնի կողք ընդդիմությունը եւ մինչեւ ողն ու ծուծը մեկ անգամ միշտ պետք է բացահայտվի բոլոր այն ուժերին, ովքեր փորձում են ժողովրդին շեղել, ապա կողմնորոշել, ջայներ փոշիացնել, խաղում են ընդդիմություն, բայց իրականության մեջ ընդդիմության դեմ են աշխատում եւ բոլորին պետք է բացահայտել, որպեսզի ժողովուրդը իմանա հաջորդ ընտրություններում ինչպես է ինքը ուրեմն դիրքորոշվելու։ Այսքան այսօր բարեկամներ, մի քիչ շուտ կավարտեմ իմ լայվը, չգիտեմ մյուս շաբաթ ինչեր կսպասվի մեզ, գուցե մյուս շաբաթ ժամանակը գա Իրանի մասին խոսելու, չգիտեմ, իսկ եթե չէ, վստահ գիտեմ ինչ որ թեմա կլինի ձեզ հետ կրկին հանդիպելու։